Ողջույն, շարունակում ենք Linux-ի դասընթացը, այս դասընթացին կխոսենք if config-ի մասին, իրականում if config-ը ոնց որ IP-ի նախորդը լինի, այսինքն IP-ի պահպան, որը ներկա պահին սենց ասած deprecated է, այսինքն աշխատում են այն չօգտագործել, բայց էլի այն շատ օգտակար է, օրինակ հավաքում եք if config և տեսնում եք, որ if config-ը չկա, մենք պետք է այն install անենք, տակ հավաքում ենք enter, այսպես Եվ հիմա if config-ը install է անում, այն թույլ է տալիս մեզ տեսնել այնպիսի տեխնիկական ինֆորմացիա, ինչպիսիք են IP հասցեն, MAC հասցեն, MTU-ում, պակետների մասին ստատիստիկան, միացրած է ուրեմն ինտերֆեյսը, թե ոչ եւ այլն։ Հավաքում ենք if config եւ այստեղ տեսնում եք մեր ուրեմն ինտերֆեյսները, output-ը 3 հատ ես ինտերֆեյս ունեմ, սա ինտերֆեյսի անունն է, չէ, սա ինտերֆեյսի անունն է, սա ուրեմն տեսակն է ինտերֆեյսի, Ether, սա ուրեմն ինչն է MAC հասցեն է, տեսնում եք, որ ինտերֆեյսը app է, այն broadcast multicast է support անում, MTU-ում ուրեմն այս չափով է, տարբեր ստատիստիկաներ ենք տենում, RX, TX եւ այլ ստատիստիկաներ, նույն ստատիստիկաները ոնց որ բանի դեպքում, մյուս ինտերֆեյսի դեպքում նույն ինֆորմացիա, drop-ները, overrun-ները, carrier, collision Տակ տեսնում եք, որ նաև մեր wireless ունի local IPv6 հասցե ու մեր հիմնական ինֆորմացիան գնում գալիս է այս ոնց որ ինտերֆեյսով այս ինտերֆեյսով է գնում գալի Տակ, հիմա մենք net tools-ի միջոցով ոնց որ install արեցինք մեր այս ինչ են ասում if config-ը, որպեսզի տեսնեք կոնկրետ ինտերֆեյսի if config-ը հավաքում եք ուրեմն if config, եւ դնում եք օրինակ սա Եվ տեսնում եք մենակ մի ինտերֆեյսի ուրեմն ստատիստիկան է։ Ինչպես դուք կարող եք ինտերֆեյսը drop եւ down եւ up անել, հավաքում եք if config ինտերֆեյսի անունը up կամ հավաքում եք down։ Իհարկե ես չեմ անի, քանի որ իմ ինտերֆեյսները ոնց որ միացրած են։ Ինչպես կարող եք if config-ի միջոցով IP հասցե assign անել ինչ որ ինտերֆեյսի, հավաքում եք if config, նշում եք տվյալ դեպքում սա եւ օրինակ ինչ որ IP հասցեք տալի, սա assign է անելու Ինչպես եք net mask ուրեմն assign անում, հավաքում եք if config, իհարկե ես enter չեմ անի, քանի որ հիմա օգտագործում եմ մեր ուրեմն ինտերֆեյսերը net mask ու նշում եք mask-ան, այսպես Իրականում մեր համակարգիչը DHCP-ով է ստանում, եթե բայց դուք ուզում եք այս ձևով դուք static ուրեմն IP հասցե կարող եք տալ Կարող եք նաև փոխել MAC հասցեն, ինչպես այսպես if config, օրինակ ETH0, ինչ որ ինտերֆեյսի hardware header ու նշում եք MAC հասցեն, օրինակ 01, չգիտեմ, 01 եւ ֆորմատը եւ ինչ որ MAC հասցեք դուք նշում Այսպես Դե կարող եք միանգամից IP նշել այսպես if config, օրինակ ETH0 ինտերֆեյսին ենթադրենք տալ այս IP հասցեն, ասենք 10.3, ասենք 3, տակ 10.3 նշել net mask ու նշել ոնց որ net mask-ը, subnet mask-ը, այսպես ու տալ enter։ Այսքանը այս դասի համար շնորհակալություն։